Հարև ձեզ սիրելիներ, վանացանի եթերով և թիմադեդրի էջով սեզի հետ ենք ներկայացնելու համար հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Համասկային հայ գրթական և մշակութային միության գետրոնական վարչությունը բողոքի նամակ մղեց Բաբական Գրիգորյան հոգևոր համալսարանին իբրև պատասխան Ադրբեջանի արտաքին գործոս նախարարության հովանավորած քրիստոնեությունը Ադրբեջանի մեջ պատմություն և արդիականություն միջազգային գիտաժողովին։ Նամակի մեջ կգարտանք. Արժանապատիվ քերաբայզարներ, Համասկային հայ գրթական և մշակութային միությունը աշխարհադարած իր կառույցով, շրջաններով և հաստատություններով իր խոր մտահոգությունն և փարոյական վրդովմունքը կհայտնե քրիստոնեությունը Ադրբեջանի մեջ պատմություն և արդիականություն խորագրված միջազգային գիտաժողովին համար, որ կմարվեցավ 10 ապրիլ 2025-ին Հռոմի Սուրբ Աթոռի Գրիգորյան Բաբական համալսարանի մեջ։ Իբրև կաթողիկե հաստատությունը, որ ծանոթ է ճշմարտության, արդարության և գիտական նվիրվածության սկզբունքներով, Սուրբ Աթոռի Գրիգորյան Բաբական համալսարանը ունի առանձնահատուկ պատասխանատվություն երաշխավորելու, որ իր ակադեմիական հարթակները չօգտագործվին պատմության վերախմբագրումի, մշակութային ճնշումի կամ պետական հովանավորությամբ քարոզչություն կատարելու համար։ Նշած ենարգը առաջ մղեց խորապես վիճելի և ակադեմիականորեն մերժված վարկածը, որ կփորձե յուրացնել հայ քրիստոնեական ժառանգությունը հարավային Կովկասի մեջ, մասնավորապես Արցախի տարածքին, Կովկասյան Ալբանիա շարունակականության պատրանքով։ Նման բնդումներ կօգտագործվին արդարացնելու հայկական մշակութային, կրոնական և պատմական ներկայության համակարգված ճնշումը այդ շրջանի մեջ, ներկայությունը, որ վավերագրված է հազարավոր եկեղեցիներու, վանքերու, խաչքարերու, ձեռագրերու և արձանագրություններու ընդմեջ են։ Այս մեկը միայն ակադեմիական բանամեջը չէ։ Հայկական ժառանգության խեղաթյուրումը կծառայե իբրև պատրվակ արդարացնելու ցեղային զտման և մշակութային ոչնչացման ցեղասպանական քաղաքականությունները։ 2020-ին մինչև 2023 150,000-ը ավելի բնիկ հայեր բռնի ուժով արմատախիլ եղան իրենց պապենական հողերեն, Արցախեն, փաստորեն ճնշելով հազարամյակներու վրա երկարող շարունակական և խորունկ արմատներ ունեցող ներկայությունը, շարունակեց նամակը։ Հայ գիտնականներու բացակայությունը այս գիտաժողովին ավելիով կխորացնե անարդարությունը, խախտելով ակադեմիական բազմագործության, գիտական արդարության և ներառականության սկզբունքները։ Այս քայլը կլրացնե այն ցայները, որոնք ապրած, պահպանած և ժառանգած են այս մշակութային արժեքները, հետևաբար վնասելով որևէ երկխոսության վստահելիության, որ կձգտի քննարկել այդ շրջանի պատմական և կրոնական իրականությունները։ Միջազգային իրավական և մարդու իրավունքներու շրջանակները կհաստատեն բոլոր ժողովուրդներու իրավունքը մասնակցելու և պահպանելու իրենց մշակութային ժառանգությունը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության համաձայնագիրը 1972, Լահեի զինյալ հակամարտություններու ժամանակ մշակութային գույքի պաշտպանության համաձայնագիրը 1954 և տնտեսական, ընկերային և մշակութային իրավունքներու միջազգային դաշնագրի 15-րդ հոդվածը բոլորը երաշխավորած են համայնքներու մշակութային արտահայտություններու պաշտպանությունը, մանավանդ հետհակամարտություններու իրավիճակներու բարակային։ Հայկական ժառանգության ավերումը Նախիջևանի մեջ, ուր հազարավոր խաչքարեր բոլդոզերներու միջոցով ոչնչվեցան, ինչպես նաև Արցախի մեջ վերջերս արձանագրված հուշարձաններու ճնշումը լայնորեն դատապարտված են ակադեմիականներու և միջազգային հսկող մարմիններու կողմէ, ընդգծեց նամակը։ Մենք հատկապես մտահոգված ենք, որ համալսարանը հավանաբար ակամա իր վայրը դրամատրած է իբրև հարթակ պետական վարկածիմը, որուն նպատակն է շփոթի մատնել շարունակվող մարդու իրավունքներու խախտումները և մշակութային ցեղասպանությունը։
Այս քայլը գծուկ հագասության մեջ է Սուրբ Աթորի արժեքներուն, ինչպես նաև կաթողիկե եկեղեցու միջկրոնական փոխըմբռնումին, բազմական ճշմարտության եւ ջնշված ժողովուրդներուն արդարության հանդեպ երկարամյա հանսարության։ Մենք հարկալից կերպով գոչ կուղենք Սուրբ Աթորի Գրիգորյան հոգևոր համալսարանին։ Առաջին հրաբարակել հանրային բարձրապանում եւ ներողություն այս գիտաժողովը հյուրընկալելու համար, որում միջոցով Ադրբեջանի պետության գալելիություն դրվեցավ իր պատմությունը վերախմբակելու առաքելությունը շարունակելու։ Երկրորդ դատապարտել որևէ փորձ խեղաթյուրելու կամ յուրացնելու հայկական քրիստոնեական ժառանգությունը իբրև պետականորեն հովանավորվող մշակութային քաղաքականության մաս։ Երրորդ հերու մնալ ապակա համագործակցություններեն այն պետություններուն կամ պետական կառույցներուն հետ, որոնք ներգրավված են ժխտողականության, վերակնության կամ բնիկ ժողովուրդներու մշակութային եւ կրոնական ժառանգության ճնշման մեջ։ Եվ չորրորդ կազմակերպել սիմպոզիում կամ ակադեմիական քննարկում միջազգային մասնակիցներու եւ հայ ակադեմիականներու համագործակցությամբ քննարկելու շրջանի իրական պատմությունը եւ քրիստոնեական հարուստ ժառանգությունը։ Նման հավաքումը նպատակ չունի վերստին հաստատելու արդեն փաստագրված պատմական ճշմարտությունները, այլ ուղղված է վերականգնելու ակադեմիական հավասարակշռությունը, որը ստեղծված է աստագիր ցայներու բացառման պատճառով եւ վերահաստատելու գիտական ուղղամտության եւ պատմական արդարության սկզբունքները։ Այս բախը խորհելու պատասխանատվության եւ բարոյական հստակության բախ է։ Ակադեմիական հաստատությունները պետք է սկոն մնան գիտելիքի գործիքավորման թեմ եւ աշխատին բարձրացնելու եւ ոչ թե լրացնելու այն ցայները, որոնք ամենից շատ դժուժած են։ Մենք վստահ ենք, որ Սուրբ Աթորի Գրիգորյան հոգևոր համալսարանը պիտի մնա իր սկզբունքներուն հավատարիմ եւ նպաստի անցյալին հետ ավելի ճշմարտացի եւ արդար հաշվեհարդարիմը։ Հարկանոք համասկային հայ գրթական եւ մշակութային միության գիտրոնական վարչություն։ Pasadena նավ լրատվականը հայտնեց, թե Լոս Անջելեսի շրջանի վերահսկիչ խորհուրդը հավանություն տված է 24 ապրիլը շրջանի մեջ հայոց ցեղասպանության օր ճաշնալու առաջարկին։ Դիտորդներ Քեթրին Բարգերի եւ Հիլդա Սոլիսի ներկայացուցած միջնորդությունը կդատապարտե Թուրքիո կառավարությունը ցեղասպանությունը ժխտելու համար հագարակ պատմական ապացույցներուն։ Միջնորդակիրի մեջ նշված է նաեւ վերջին տարիներուն կատարված ցեղային զդումները։ 2020-ին Ադրբեջան ռազմական հարձակումը սկսավ Արցախի վրա, որուն հաջորդեց Լաչինի միջանցքին 10 ամսվան շրջապագումը։ 2023-ին ավելի քան 120,000 հայեր բռնի տեղահանվեցան իրենց պապենական հողեն։ Վերահսկիչ խորհուրդը բազմիցս գոչ ուղղած է դաշնակցային կառավարության պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի թեմ մարդու իրավունքներու շարունակական խախտումներուն համար եւ պահանջել անհաբաղ ազատ արձակել Ադրբեջանի կառավարության կողմէ կերևարված հայ բանտները, նշեց խորհրդին հայտարարությունը։ Զանոթ է, որ 24 ապրիլ 2021-ին Միացյալ Նահանգներու օրվան նախագահ Ջո Բայդեն պաշտոնապես ճանաչավ հայոց ցեղասպանությունը։ Այդ պատմական հաղթանակ մներ հայկական սփյուռքին համար, որ ցերկ բերվեցավ դասնամյակներու կարողացության միջոցով, նշեց Փանացևը։ Սակայն միայն ճանաչումը բավարար չէ։ Մենք պետք է եսքոն մնանք հայ ժողովրդին ուղղված շարունակական սպառնալիքներուն հանդեպ եւ վերահաստատենք մեր հանձնառությունը կանխելու ցեղասպանությունը, պաշտպանելու մարդու իրավունքները եւ երաշխավորելու, որբեսի պատմությունը երբեք չվերախմբակրվի կամ չնչվի, ավելցուց հայտարարությունը։ Խորհուրդը միաժամանակ հանձնարարեց խթանել ցերնարկներ եւ ուսումնական նյութեր հայոց ցեղասպանության մասին դեղեցություններու դարազման համար։ Ֆրանսիայի մեջ Հայաստանի տեսփան Արման Խաչատրյան Շարանտոն Լեբոն քաղաքի մեջ մասնակցեցավ հայոց ցեղասպանության 110-ամյակին նվիրված պաշտոնական հարաբերության։ Տեսփանադան դերակատվական գրասենյակը հայտնեց, որ ցերնարգին ընթացքին խոսքեր արտասանած են տեսփան Խաչատրյան Աղության ներկա գտնված են եւ Շարանտոն Լեբոն քաղաքի հայկական խաչքարին արչեւ ձաղգեբսակներ եւ ձաղիկներ դեղած են
Île-de-France նահանգի խորհրդի Val de Marne բաժանմունքի, Շարանտոն, Լեբոն եւ շրջակա քաղաքներու խորհուրդներու անդամներ, քաղաքապետներ, ֆրանսահայ համայնքային կառույցներու ներկայացուցիչներ եւ դեղին բնակիչներ։ Սերնարգին ավարտին դեղի ունեցած է ֆրանսահայ գործարար Փայրար Շարանտոն Լեբոնի ֆրանսահայ համայնքային գետյանքի մեջ մեծ ներդրում ունեցած Ռոժե Գարբիս Չրբաշյանի նվիրված հուշադախտակի բացման արարողություն։ Հայոց ցեղասպանության 110-ամյակին առիթով Հայոց ցեղասպանության թանգարան հիմնարկը հրաբարակեց The Silenced Crime Forcible Child Transfer During the Armenian Genocide հադորը, որոնց խմբակիրն է թանգարան հիմնարկի դնորեն Էդիթա Գզոյան։ Գիրքը կներկայացնե Հայոց ցեղասպանության թանգարան հիմնարկի գիտաշխատողներ Էդիթա Գզոյանի, Ռեգինա Քալուստյանի, Նարինե Մարկարյանի, Շուշան Խաչատրյանի, Ռոբերտ Թաթոյանի, Հարություն Մարությանի, ինչպես նաև ֆրանսիայի պատմապան թանգարան հիմնարկի հոգապարծություններու խորհրդի նախագահ Ռեյմոն Գևորգյանի ուսումնասիրությունները։ Հեղինակներու հետազոտությունները նվիրված են հայոց ցեղասպանության ժամանակ հայ երեխաներու բռնի դեղահապոխության եւ ցուլման երևույթի զանազան գողմերուն, իբրև հայ ինքնության դեմ երիտթրքական վարչագարքի համագարկված գործողություն։ Պատմական, իրավական, գրոնական, մարդապանական, վիճակագրական եւ ընկերապանական դիտանկյուններեն քիրքը կներկայացնե երեխաներու բռնի դեղափոխությունը իբրև հայոց ցեղասպանության հիմնական դար, նաեւ կանթաթարնա երեխաներու ազատագրման իրենց հայկական ինքնության վերադարձնելու ճանկերուն, նշեց այս այրիթով հրաբարակված հաղորդակցությունը։ Հայաստանի մարդու իրավունքներու նախկին պաշտպան Արման Թաթոյան հրաբարակած է հերթական զեկույցը Ադրբեջանի իշխանություններուն կողմէ սեպտեմբեր 2023-ին Արցախի մեջ ցեղային զդումներու փաստերու մասին։ Զեկույցին սկիզբը Թաթոյան նշած է, որ աշխատանքի նախապատրաստության հանգրվանին կատարված են փաստահավաքի աշխատանքներ, որոնք ներառած են առանցին զրույցներ Արցախեն բռնի տեղահանված անձերու պաշտպանության բանակի ծառայողներու հետ։ Ուսումնասիրված են նույն հարցերու մասին դեսանյութներ եւ ապացույցներ։ Զեկույցը ընդգրկած է սեպտեմբեր 2023-ին Ադրբեջանի կողմէ Արցախի մեջ սկսած զինյալ հարձակումներու մանրամասն վերլուծությունը, Ադրբեջանի զինյալ ուժերու կողմէ Արցախի բնակչության ենթակառույցներու եւ մշակութային ժառանգության հանդեպ կատարված հանցագործություններուն։ Զեկույցի մեջ ներկայացված են ադրբեջանական հարձակումները Արցախի խաղաղ բնակչության, ընդ որում երեխաներու, ինչպես նաև քաղաքացիական կառույցներու, դպրոցներու, հիվանդանոցներու եւ բնակարաններու դեմ։ Արման Թաթոյանի զեկույցը ներառած է նաև Արցախի բնակչության բռնի դեղահանությունը հավաստող փաստեր, ինչպես նաև ցույց տված է Ադրբեջանի իշխանություններուն կողմէ հայկական մշակութային ժառանգության ավերումը, բղձումը եւ պատմամշակութային արժեքներու, եկեղեցիներու եւ խաչքարերու ոչնչացումը։ Զեկույցը պատրաստված է հայկական Կարիթաս Փարիսիդական գազագերբության աջակցությամբ։ Ան 2024-ին ներկայացված է միջազգային գազագերբություններու եւ ներկայիս կհրաբարակվի հանրության համար։ Հրաբարակում են ամենջապես յետ զեկույցը պիտի ղրկվի միջազգային կառույցներուն։ Հարկելի ունգընտիրներ, վանացանի եթերով եւ թիմադեդրի էջով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Սեզի հետեին Գրիգորը եւ ցանի հաղորդավար Անտոնին։ Մնացեք միշտ վանացանի ունգընտիր։